Պարոն Էլբայկյան, Հայ-հեղափոխական դաշնակցությունը 135 տարեկան է, կխնդրենք նախ հոբելյանական օրվա կապակցությամբ ձեր խոսքը։ Չնայած մեր դառը իրականությանը, նման առիթները, նման միջոցառումները խորհրդանշական հնարավորություն են վերարժավորելու այն ինչ մենք ունենք, որովհետև այն ինչ մենք կորցնում ենք, գիտենք, առանց այն էլ հասկանալի է, բայց այդ ամենը վերագտնելու համար պետք է հենվել նրա վրա ինչ որ ունենք։ Եվ այդ մեր ունեցածներից մեկը Հայ-հեղափոխական դաշնակցությունն է, մեր ասելով նկատի ունեմ ամբողջ հայ ազգը, որովհետև գիտեք կան կուսակցություններ, ուղղակի կուսակցություններ, այն իմաստով, որ մենք սովորենք հետ անկախական Հայաստանում։ Եվ կա դաշնակցությունը, որը մի կողմից համ կուսակցություն է, բայց համ էլ ազգային կառույց է, ըստ որում եւ Հայաստանում եւ Սփյուռքում։ Թերևս մեր հայոց մայր եկեղեցուց հետո երկրորդ ամենահին հաստատությունն է, որ հայ ազգը ունի, եւ 19-րդ դարից սկսած այդ կազմակերպությունը մարմնավորում է հայության քաղաքական կամքը, քաղաքական իրավունքների պաշտպանությունը։ Այսինքն դա ուղղակի մի հերթական կուսակցությունը չի, ի սկզբանե հիմնվել է հենց որպես ազգի առաջնորդման կազմակերպություն եւ այդ խաչը կրել է շարունակում է կրել։ Այդ խաչը բառեզբուն իմաստով խաչ է եղել դաշնակցության համար, սկսած 19-րդ դարավերջից, հետո առաջին հանրապետություն, վերջինիս անկում, Սփյուռքի ազատագրական եւ զինական պայքար, ընդհանուր մինչեւ Արցախյան ազատամարտ եւ արդեն այսօրվա այս ներկայիս պայմանները։ Դրա համար անկախ նրանից մարդիկ կուսակցական են թե ոչ, ես ինքս էլ կուսակցական չլինելով այդ շնորհավորանքի խոսքը ուղղում եմ հղել առաջին հերթին բնականաբար Հայ-հեղափոխական դաշնակցության բովանդակ ուրեմն շարքերին, անդամներին, շարքային անդամից մինչև բյուրոյի անդամներ եւ նաեւ առասարակ հայ ժողովրդին, որովհետեւ այս տեսակ կառույցներ ընդհանրապես քիչ կան աշխարհում։ Ամենաազգ չի, որ այս տեսակ կազմակերպություն ունի։ Պարոն Էլբայկյան, Հույդան պատմական տարբեր փուլերում բախվել է իհարկե դժվարությունների, առնչվել փոթորիկների եւ կանգուն մնացել ձեր կարծիքով որպես քաղաքագետի, ո՞րն է նախադրյալը։ Հաջողության գրավականը, մոդայիկ բառով եթե ասենք, այն է, որ այն հավատարիմ է մնացել այն նպատակին, հիմնական նպատակին, որի համար որ ստեղծվել է։ Ես ձեզ հավատացնում եմ, որ սա ավելի կարևոր հանգամանք է, քան ռեսուրսային բազան, նույնիսկ մարդկային բազան, դա կարող է վայրի վերվել, տարբերվել, բայց ամենակարևոր բանը, որ դաշնակցությունը պահել, դա ի սկզբանե դրված նպատակին, այսինքն հայկական անկախություն, հայոց ազգային իրավունքների պայքար, դրան հավատարիմ մնալն է։ Եվ նրանք դա հաջողել են նույնիսկ, այսինքն տարագրության մեջ, երբ Հայաստանը խորհրդայնացած էր եւ Հայաստանի տարածքում դաշնակցությունը արգելված էր, եւ նաեւ արդեն Հայաստանի վերանկախացումից հետո։ Եթե նորից վերստին կարճ պատասխանելու ունեմ ձեր հարցին, միանշանակ ի սկզբանե դրված նպատակին հավատարիմ մնալը, ինչքան էլ փորձությունները, քամիները եկել անցել են, բայց եթե դու նպատակից չես շեղվում, ապա դա ինստիտուցիոնալ հարատևման լավագույն գրավականն է։ Շնորհակալ։